Հոգնել ես տարբեր բժշկական կենտրոններում անարդյունք վիրահատական միջամտություններից, տանել չես կարողանում մի հետազոտությունը մի քանի անգամ հանձնելու գործընթացը, կանգնել ես լուրջ վիրահատական խնդրի առաջ, քեզ ասել են, որ քո լիարժեք բուժումն այլևս ֆանտաստիկայի ժանրից է, ուզում ես հոգատար, ընտանեկան միջավայրում ստացիոնար բուժում, տարիների փորձ և պրոֆեսիոնալիզմ ունեցող բժիշկների ձեռքում հայտնվել, ուրեմն շտապիր Երևան բժշկական կենտրոն, որտեղ քեզ սպասում է կենտրոնի համահիմնադիր, հայտնի ընդհանուր և լապարասկոպիկ վիրաբույժ Հայկ Զորիչի գլխավորությամբ պրոֆեսիոնալ թիմ, որի ոսկյա ձեռքերի և մասնագիտական անմրցելի գիտելիքների մասին նախ փաստում են հիվանդները։ Սենց հոյակապ, դոկտոր հոյակապ անձակար, սենց հետ էլ ասուցա, որ ինձի փրկեցին բերիստը, թե չէ մի օր հետո գա չէ դոկտոր չէի։ Հա, հաստատ, տակ ջան։ Կույրավիկս պատած, բորբոքված, հասաղիքը ոլորված, հենա դոկտորից գիլի ամերիչ։ Ես չեմ տեսել, բայց լսելով գիլեմ մետա։ Ասված դոկտորի շատ օրդի, շատ լավ մեծատարով մարդա, իշտ ասում ներկայացում Հիսուսի իրահիտ դինի ձեր հետ։ Ապրես, տակ ջան, ապրես, Երեք չի առաջորն ասում էր։ Ասված եկած դոկտորից։ Ու ես արդեն Հայկ Զորևիչի մոտ հիվանդ եղել եմ, բուժվել եմ իրա մոտ, գիտեմ ինքիչ լավ մասնագետ և դիմեցի իրան, ինքինչ բուժել է էլի։ վիրահատել է։ Այո, վիրահատել է։ Ջերմ և հոգատար վերաբերմունք, նորագույն վիրաբուժական տեխնոլոգիաների կիրառում, վիրահատական բլոկի ամենօրյա արդիականացում, ստացիոնար բուժման ժամանակակից պայմաններ, միջազգային ստանդարտներին համահունչ բուժ սպասարկում, շարունակական աճ և զարգացում, Երևան բժշկական կենտրոն։ Կենտրոնի ձեռքբերումների, առաջիկա անելիքների, սպիտակ բանակի որդեգրած սկզբունքների մասին ենք բժշկի մոտ զրուցել Երևան բժշկական կենտրոնի համահիմնադիր, ընդհանուր և լապարասկոպիկ բաժանմունքի ղեկավար, բժշկական գիտությունների թեկնածու, Երևանի պետական բժշկական համալսարանի ընդհանուր վիրաբուժության ամբիոնի դոցենտ Հայկ Զորիի Բալայանի հետ։ Երևան բժշկական կենտրոնի դռները բաց են բոլոր բուժառուների համար։ Իհարկե, առավելապես մենք շատ զարգացած և առաջ ենք վիրաբուժական պաթոլոգիաներով հիվանդների հետ կապված և օր ու գիշեր այստեղ կատարում ենք բոլոր տեսակի վիրաբուժական հիվանդների վիրահատություններ։ Ուրախությամբ նշեմ, որ անընդհատ մենք ձեռք ենք բերում նորանոր սարքեր և հիմա ունենք եվրոպական մակարդակի եվրոպական բոլոր չափանիշներին համապատասխան վիրահատարաններ,
ինչը մեզ շատ հեշտացնում է վիրահատությունները, արագացնում է վիրահատությունները, այդ սարքավորումները, որոնք որ ավելի հետվիրահատական շրջանը հիվանդի եւ ինքը վիրահատությունը, բուն տևողությունը կարճացնում են եւ ավելի ապահով են սարքում, այդ առումով մենք անդադ աշխատում ենք։ Նշեմ, որ բոլոր տեսակի թերապևտիկ, սրտաբանական, քիթ-կոկորտ, դիմածնոտային, այսինքն մենք բազմապրոֆիլ հիվանդանոց ենք եւ օր-օրի պետք է զարգանանք, քանի որ դեռ մենք պետպատվեր չունենք, դա է մեր նաև խնդիրը, քանի որ պետության հետ պայմանագիր դեռ չունենք կնքած, բայց հուսով ենք, որ քանի որ դառնում է առողջապահական բնագավառը պարտադիր ապահովագրության սկզբունքով է աշխատելու մյուս տարվանից, մենք պարտադիր եւս պետք է պետության հետ սկսենք համագործակցել, որ մեր բուժառուներին կարողանանք սպասարկել, քանի որ շատ լայնանում է ապահովագրական բուժառուների դաշտը։ Հայկ Զորիչ, դուք նշեցիք, որ մասնավորապես առավելապես վիրաբուժական ծառայությունների առումով է Երևան բժշկական կենտրոնը, այսպես ասած, մեխը դրել, այսինքն ցանկացած վիրաբուժական խնդրի դեպքում կարող են դիմել բժշկական կենտրոն։ Այո, ցանկացած, ի նկատի ունեմ ընդհանուր լապարասկոպիկ վիրաբուժության բոլոր հիվանդություններով, այսինքն դա ստամոքսի վիրահատություններն են, հաստ աղիքի վիրահատություններն են, ժողովրդի ասած կույր աղիքներ, գրիժաներ, ճողվածքներ, լեղապարկի վիրահատություններ, վահանաձև գեղձի վիրահատություններ, ինչպես նաև գինեկոլոգիական վիրահատություններ, քիթ-կոկորտ վիրահատություններ, բոլոր վիրաբուժական սպեկտրը։ Չունենք սրտային վիրաբուժություն դեռ եւ չունենք կրծքային վիրաբուժություն։ Բայց առաջիկա պլանների։ Այո, դա էլ ենք պլանավորում, ապագայում սպասարկվելու են։ Մենք տեսանք, որ կան նաև պլաստիկ վիրաբուժություն, պլաստիկ վիրաբույժների հետ զրուցեցինք։ Այո, ունենք շատ լավ պլաստիկ վիրաբույժներ եւ մեր այսպես ասած նաև կրեդոներից մեկը համարվում է, որ հիվանդը պետք է շատ գոհունակ այստեղից դուրս գրվի, թե մասնագիտական առումով բնականաբար ամենաառաջինը դա է, որ ինքը ինչի համար դիմել է, հենց դրա համար էլ ստեղ բարձր մակարդակի սպասարկումով դուրս գա, ինչպես նաև ընդհանուր մթնոլորտն ենք շատ կարևորում։ Այսօր հիվանդը շատ զգայուն էակ է։ Եթե հիվանդի հետ նույնիսկ մի հատ բուժքույր լավ չխոսեց, ինքը կարա նեղվի, իր ընթացքը կարա վատ անցնի։ Այս մեր կոլեկտիվը այդ առումով ոսկի է, այստեղ միայն լավ վերաբերմունք կարժանանա ցանկացած բուժառու, ինչպես նաև հետազոտությունների առումով պարտադիր կատարում ենք ցուցումով, այսինքն հիվանդին եթե պետք է X վիրահատությունը, ինչը որ պետք է դա պարտադիր հետազոտվելու է, բայց հավելյալ քաշքշուկների մեջ, որ հիվանդը ընկնի, էս էլ անի, են էլ անի, դա արվում է ավելի մասնագիտացված, գրագետ, կոնկրետ ցուցումով հետազոտություններ, որտեղ այսօր բուժառուների մի մեծ մասն էլ նաև բողոքում է, որ այսպես մեծ փաթեթով շրջել են Երևանի բոլոր հիվանդանոցներում, բայց դեռ ախտորոշում չունեն, կամ ունեն թերիը, կամ տենց էլ չեն հասկացել ինչն է իրանց մոտ։ Եթե մանրակրկիտ հիվանդին լսես, զննես եւ հետազոտես, այդ սպեկտրը ահագին կպակասի, որովհետեւ թիրախային հետազոտություն կանես եւ այդ հիվանդի ախտորոշումը ավելի վաղ եւ ճշգրիտ կունենաս, հետո ցուցումով կվիրահատես արդեն։ Բայց համաձայն եք, որ դրա համար պետք է նաեւ փորձ, որը դուք ունեք։ Բնականաբար այս 25 տարիների փորձը այդ ամեն ինչին մեզ թույլ է տալիս, որ ունենաս նույնիսկ հիվանդը, որ ներս է մտնում, արդեն կանխա
զգում ես, թե ինչ ախտորոշումով է ինքը եկել։ Հայկ Զորիչ, մենք հանդիպեցինք նաև 78-ամյա մի տատիկի, ով մեզ հետ զրույցում նշեց, որ բավականին ծայրահեղ ծանր վիճակում է դիմել Երևան բժշկական կենտրոն, մինչ այդ դիմել է տարբեր բժշկական կենտրոններ, սակայն ըստ էության խնդրին որևէ լուծում չի տրվել, ավելին նրա առողջական վիճակը գնալով վատթարացել է եւ ինչպես տատիկը նշեց, նա արդեն մահամերձ վիճակում ցավոք սրտի հայտնվել է Երևան բժշկական կենտրոնում, բայց մենք այսօր արդեն տեսանք, որ ինքը բավականին ակտիվ էր, խոսում էր, հա, կխնդրեմ այդ դեպքի մասին եւս մի փոքր մանրամասնեք, արդեն թեև տատիկը մեզ մանրամասներ ներկայացրեց, բայց կխնդրեի մասնագիտական առումով ինչ խնդրի հետ եք բախվել եւ ինչպես է հաջողվել ձեզ հաղթահարել այդ խնդիրը։ Ну, բավականին լուրջ դեպք էր մայրիկի մոտ, ընդունվել է աղիքային անանցանելիության կապակցությամբ, իսկ աղիքային անանցանելիությունը դա ընդհանուր վիրաբուժության մեջ ամենապրոբլեմատիկ ախտորոշումներից մեկն է եւ վիրահատության ժամանակ պարզվել է, որ իր մոտ բարակ աղիքային անոթների տրոմբոզ է եղել, այսինքն ժողովրդի լեզվով ասած աղիքի ինֆարկտ, որ շատ հաճախ դեպքերում այս տիպի դեպքերը բացվում, փակվում են, այսպես ասած, եւ մենք գնացինք ուրեմն լայնածավալ մասնահատման, բարակ աղու գրեթե 90%-ը հեռացվել է եւ այն մնացած աղիքը, որը որ դեռ կենսունակ էր մնացել, դրա վրա աշխատել ենք, հեռացրել ենք, դրել ենք անաստամոզներ, շատ լուրջ մեծ ծավալի վիրահատություն է կատարվել մայրիկի մոտ, փառք Աստծո, իհարկե դեռ շատ ծանր է վիճակը, բայց կայուն ու դինամիկայով համապատասխան գնում է առաջ, հուսով ենք, որ տակից դուրս կգա մեր հարգարժան մայրիկը, որը շատ լավ կին է նաև։ Ձեր հիվանդների շատերը արդեն, այսպես ասած, ընտանիքներով են, հա, արդեն ձեր պացիենտները գալիս։ Հարցս հետևյալն է, հեշտ է համատեղել գործող բժիշկ եւ արդեն ղեկավար այդ համատեղելիությունը ինչպես է կարողանում, որպեսզի եւ որպես ղեկավար աշխատանքը չտուժի եւ նաեւ որպես պրակտիկ բժիշկ։ Ճիշտը որ ասեմ, բավականին լավ ստացվում է, քանի որ երկար տարիներ նույնիսկ տարբեր կլինիկաներում եւ ղեկավարել եմ բաժանմունք վիրաբուժական եւ աշխատանքս որ ահա որ շատ սիրում եմ եւ մեջից բոլոր նյուանսները գիտեմ, ինչպես նաեւ կազմակերպչական հարցերը գիտեմ ինչա հարկավոր, որ մեջի աշխատանքը պրակտիկ ավելի արագ լինի, ավելի արդյունավետ լինի եւ այդ երկուսը իրար հետ ավելի արդյունավետ գնում է առաջ, այո, հասցնում եմ եւ պատվով տանում ենք առաջ։ Ինչ սկզբունքով եք առաջնորդվում։ Ինչ սկզբունքով են առաջնորդվում առհասարակ Երևան բժշկական կենտրոնի բժիշկները։ Երևան բժշկական կենտրոնի տնօրինությունից սկսած մինչև մայրապետ մի սկզբունքով է, որ բոլոր բուժառուները մեզ համար հարազատներ են։ Բոլոր բուժառուները անկախ տարիքից, սեռից, դիրքից մեզ համար համարվում են ոնց որ ընտանիքի անդամը գա քեզ մոտ բուժվելու այդ սկզբունքով մենք վերաբերվում ենք իրենց եւ շատ հաջող մեզ մոտ ամեն ինչը ստացվում է այդ սկզբունքը պահպանելով, ոչ թե դա ձևականորեն է այդ սկզբունքը, այլ իրական այդպես է եւ հիվանդների արձագանքն էլ որ շատ գոհունակությամբ դուրս են գալու ստեղից։ Հայկ Զորիչ, ձեր բուժառուներից շատերը նշում են, որ ձեր հաջողության գրավականը թերևս ձեր արմատներն են եւ ձեր աստվածավախ լինելը եւ մենք նկատում ենք նաեւ կտակարան ձեր աշխատասեղանի վրա, սա ամեն օր օգտվում եք այդ կտակարանից, կարդում եք։ Եթե ամեն օր չօգտվեմ էլ զորությունից եմ օգտվում, իմ համար բժշկության մեջ նաև մեծ դեր ունի Աստծո զորությունը եւ շատ բարդ դեպքեր այո հրաշքով դուրս է գալի այդ հիվանդը եւ ես համարում եմ որ
Աստված մեզ արտոնել է, որ այդ հիվանդի առողջության հետ մենք խառնվենք եւ բուժենք, եւ ամեն վիրահատությունից առաջ ես ասում եմ Աստված մեզ հետ նոր սկալպելով կտրվածքը կատարում եմ եւ կարծում եմ այո, շատ մեծ զորություն է տալի առ Աստված հավատքը, թե բժշկի, թե հիվանդի։ Շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։ Որ Երևան բժշկական կենտրոնում կատարվում են պլաստիկ վիրահատություններ, ինչպես մարմնի, այնպես էլ դեմքի։ Մեզ համար առաջնահերթ է պացիենտի անվտանգությունը, գոհունակությունը եւ իհարկե բնական արդյունքը։ Քանի որ հիմնականում հիմա սեզոնայնությամբ տարածված է սուր շնչառական վարակները, մեր հիմնական գործունեությունը կայանում է դրանում, որպեսզի չթույլատրենք դրսից ինֆեկցիաները ներթափանցեն հիվանդանոց։ Երևան բժշկական կենտրոնում կատարում ենք վիրաբուժական անոթային վիրահատություններ, սիրով համեցեք։